Սյունիքի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա դատավճռով պայմանական դատապարտվեց ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, նրա նկատմամբ պետք է կիրառվի 4 տարվա փորձաշրջան։ 3 տարի 3 ամիս 18 օր ժամկետով առանց միտքի բռնագրավման։ Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել սահմանելով փորձաշրջան 4 տարի ժամկետով։ Օհանջանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ, այս հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում։ Ըստ մեղադրանքի Ալբերտ Օհանջանյանը պաշտպանության նախարարությանը 82 տոննա տավարի մսի փոխարեն նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս էր մատակարարել։ Նա ըստ մեղադրանքի պաշտպանության նախարարությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի 126 միլիոն 936 հազար դրամի վնաս, շուրջ 310,000 դոլարի վնաս։ Մսի կոմբինատի նախկին տնօրենը կալանավորվել էր, կալանքի տակ էր մնացել ավելի քան 8 ամիս։ Օհանջանյանը դատարանում հայտարարել էր, որ շուրջ 17 տարի պաշտպանության նախարարության մատակարարն է եղել։ Նախքան դատավճիռը նախկին տնօրենը վնասն ամբողջովին վերականգնել էր։ Օհանջանյանն իրեն մեղավոր էր ճանաչել զղջացել տեղի ունեցածի համար եւ խնդրել մեղմ պատիժ։ Դատավոր Նապոլեոն Օհանյանն այս գործը քննեց արագացված կարգով, ընդամենը 2 դատական նիստ անցկացրեց։ Արագացված դատաքննության հետևանքով նման դատավճիռ կայացնելը իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը բացատրում է հատուկ նպատակների առկայությամբ։ Եվ դա նպատակ ուներ, որպեսզի մանրամասները գործի հարությանը ծանոթ չլինեն։ Սա մտնում է մթության մեջ։ Չի կարա որևէ պահեստապետ, որևէ տնօրեն առանց նախարարության հետ հանցավոր համագործակցության գալու նման գործառույթ իրականացնի։ Եթե իրականությունը բացահայտվեր, իմ կարծիքով կդատվեին շատ մարդիկ։ Ինչու՞ չէ նաև հենց պաշտպանության նախարարը։ Եվ այդ իսկ պատճառով դատը, այսպես ասենք, ծածկադմփոց են արել։ Չմոռանանք, որ զինված ուժերում կատարված չարաշահումների մասին դեռ 2 տարի առաջ խորհրդակցության ժամանակ խոսել էր Սերժ Սարգսյանը, իրավապահ մարմիններին հորդորելով չարաշահումների գործով բռնել խոշորների գլխից։ Գլխից պետք է բռնենք մեծերին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատի ունենալով այս հորդորին հաջորդած փաստը հայտարարեց, որ մսի կոմբինատի նախկին տնօրենը դարձավ քավության նոխազ, իսկ խոշոր գլուխներն ազատվեցին։ Իրավապաշտպանը հիշեցրեց պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու փաստը։ Դատարանում արագացված դատաքննության պատճառով այդպես էլ հրապարակավ հայտնի չդարձավ նրա առնչությունը Գոմեշի մսի գործին։ Այս գործով նախ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ուրեմն պետի տեղակալը հեռացվել է աշխատանքից Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումով։ Խոսքը վերաբերում է Արշալույս ուրեմն Փայտյանին։ Նաև Ալբերտ Օհանջանյանը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես քավության նոխազ։ Քննությունը տանում են այն ուղղությամբ, որ միակ մեղավորը ուրեմն Ալբերտ Օհանջանյանն է։ Պատասխանատվության չեն ենթարկվում պաշտպանության նախարարության այն պաշտոնատար անձինք, որոնց գիտությամբ եւ որոնց համաձայնությամբ եւ անմիջական մասնակցությամբ պաշտպանության նախարարությանը պատճառվել է այդքան մեծ գումարի վնաս։ Արթուր Սաքունցը համեմատեց քաղաքական ակցիաներից հետո ազատամարտիկ Վոլոդիա Ավետիսյանին խարդախության մեղադրանքով 6 տարով ազատազրկելու եւ Գոմեշի մսի գործով 3 տարի 3 ամիս պայմանական ազատազրկելու այսօրվա դատավճիռները։ Արթուր Սաքունցի գնահատմամբ Վոլոդիա Ավետիսյանը նույն հոդվածով դատապարտվեց խիստ պատժի, քանի որ վտանգ էր ներկայացնում իշխանության համար, իսկ պաշտպանության նախարարությանը Գոմեշի միս մատակարարելու փաստին իշխանությունը ցուցաբերեց օրենքից չբխող մոտեցում ըստ իրավապաշտպանի։ Ռեժիմը օգտագործում է իր հակառակորդների դեմ օրենքի ամբողջ խստությամբ եւ բացարձակապես կարելի ասել չի կիրառում իր ենթականների կամ իր համախոհների նկատմամբ։ Սա է Արթուր Սաքունցի եզրակացությունն է։ Այսօրվա դատավճիռը ցույց տվեց, որ դատական համակարգի հովանավորն է ամենաբարձր մակարդակի կոռուպցիան,